Եկեք միասին շվարվենք եւ ես ձեզ ցույց կտամ իմ պրոդուկտները եւ կպատմեմ այն մասին, թե որտեղ է եկավ այն գաղափարը, որ ստեղծեցի իմ բրենդը։ Նախ եւ առաջ ես դիմահարդարում սկսում եմ հոնքերի ֆիքսատորից, հոնքերի գելը շատ կարեւոր է անել նախքան դիմահարդարումով, որպեսզի չունենան սպիտակ հետքեր։ Առավելությունը նշեմ իրա, որ ինքը բավականին ծավալով մեծ է, ինչն է առավելությունը նաեւ, որ ընդհանրապես մազաթափություն չի առաջացնում, շատ կոմֆորտ է, շատ փափուկ է, օրվա ընթացքում չի չորացնում ընդհանրապես։ Հիմա միասին կփորձենք։ Տեքստուրան բավականին թանձր է, ես օրինակ իմ մազիկները բավականին նուրբ են եւ ես միանգամից այրել եմ սանում, բայց եթե ուզում եմ ապահովեմ շատ լավ ֆիքսացիա, ներքև եմ սանում, նոր բարձրացնում եմ վեր։ Հիմա կարող եմ արդեն օգտագործել տոնայինը եւ փողարկիչը։ Պարզվեց, որ ես եկել հանգստանալու ոմ չանդրացրումից հետ, բայց կարևորը վերցրել եմ իմ փողարկիչները եւ օգտագործեմ 4 երանգը որպես տոնային եւ երկու երանգը աչքի շուրջ բացացնելու համար։ Որ փողարկիչները ունեն մի քիչ տեղին բիթներ, որը շատ է գալի եւ կարևոր է համարում ստեղծելուց ունենային հենց այդպիսի բիթներ։ 4 երանգը ես ընդհանուր կտավացեմ դեմքիս եւ երկրորդ երանգը աչքերի շուրջ։ Սիրում եմ այստեղ լավ տարածել սպիտակեցնել, քանի որ իմ լավ արտահայտված սև երանգ է։ Աչքի դեսներս հատվածում։ Ցույցում եմ վերև, որ լիֆտինգ էֆեկտ ստանա։ Լիֆտինգ էֆեկտ ունենք, երանգը շատ սիրում եմ ու բնական։ Իդեպ ունի նատուրալ մատ ֆինիշ։ Հանրապես չի հավաքում, նույնիսկ միայն հրցիներում հավաքում։ Տոն ամբողջական դարձնելու համար նաև օգտագործեմ փած կոմպոզիտ։ Այս ամենը ֆիքսում ենք թափանցիկ դիմափոշիով։ Նախ ավելի կարևորն է, երկրորդը ավելի սիրուն եւ հարթ։ Պարտադիր ֆիքսում եմ վերին կողը, քանի որ օգտագործել եմ գծամիկը եւ ընդհանրապես գծամիկը օգտագործելուց առաջ խոստացել եմ անպայման դիմափոշի։ Եվ իհարկե գլխավոր նպատակը, որ ես ոգեշնչվեցի ու ստեղծեցի իմ բրենդը, ես ուզում էի գտնել գծաներ, որը ինձ համապատասխան կլիներ ու ես կհավանեի, եւ այդպես եկավ գաղափարը իմ բրենդի, եւ ես ստեղծեցի իմ գծաները։